Ողջույն, Կորձարալ եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է, մենք խոսում ենք նախկին սփյուռքահայերի հետ, որոնք դարձել են հայրենադարձ։ Ողջույն, այսօրվա մեր հյուրն է Նարինե Խարպետյան, ողջույն Նարինե ջան։ Բարև ձեզ։ Դուք եկել եք հրավերքին։ Խնդրեմ, դուք եկել եք Միացյալ Նահանգներից։ Դուք մեզ պատմեք ոնց է եղել, որ գնացել եք ու երբ եք եկել ու ինչի համար եք հայրենադարձել։ Երբ եմ գնացել 2000 թվականին ընտանիքով գնացինք Լոս Անջելես Գլենդել, ցավոք Գլենդելը արդեն դարել է երկրորդ Երևան։ Ու աշխատել, ապրել, դառնալ սփյուռք, գոյատևել, որ գնացինք չենք էլ մտածում հետ գալու մասին, դե մտածում ենք ոնց որ ուրիշները աշխատանք չկար, գոնե աշխատենք, տեսնենք ինչ կլինի։ Երազանքի Ամերիկա։ Այո։ Աշխատանք դե որ լիներ, երբեք չէի գնա։ Այստեղ աշխատանքի բացակայություններ այդ թվերին ցավոք ու գնացինք Փառք Աստծո լավ աշխատանք ունի այդ Լոս Անջելես քաունթի պետական աշխատանք էր իհարկե շատ ապահովված այնց որ հարմարվեցինք բայց էլի ուշքո միտքս Հայաստանն էր Դե ոնց եղավ որ մի օր արթնացաք ասեցիք որ հերիք է այլևս այո երբ եղավ ինչպես եղավ այդ մի օրը երևի եղավ մոտ մի 3 տարի առաջ որ տանս նստած նայում եմ պատուհանից դուրս ու Գլենդելն ասում եմ ինչ լավ կլներ էս ամեն ինչ ունենայի սենց էս տունը էս նույն աշխատանքը ու պատուհանից դուրս Երևանս լիներ ոչ թե Գլենդելը հետո աշխատանքի տեղն էլի նույն էս մի քանի օրվա մեջ էլի նայում էի ու Փասադենա քաղաքում էի աշխատում Գլենդելին կպած ասում եմ էս նայում եմ Երևանը լրել էս նույն օֆիսի աշխատանքը Երևանում եմ աշխատել Հայկոպում տնտեսագետ եմ ու նույնը ունենայի Երևանում ինչ լավ կներ հետո ինքս ինձ հարց տվեցի որ լավ ինչքան պիտի սենց երազեմ կարող եմ արդեն Փառք Աստծո արդեն ֆինանսապես ինձ ապահովել եմ ու կարող եմ այս իմ երազանքը դարձնեմ իրականություն ով է իմ ձեռքը բռնում չէ ես եմ ինքս իմ գլխի տերն եմ առանց ոչ մի մարդու հուշումի կամ ինչ որ հաղորդում եք նայել լսել եք ինչ որ մի դեղ Չէ, ուրա չունենք տենց հաղորդումներ ցավոք զարմացա էլ որ դուք կաք այս շատ մեծ շատ գովելի բան է իրոք շատ գովելի բան է որտեվ գուցե ոչ մեկի մտքով ոնց որ չանցնի բայց մեկը հիմա ձեր այս հաղորդումները լսի sense փոքրիկ մի միտք անցնի ոնց որ Հենց դա նպատակը Այո շատ ճիշտ ուղղորդություն է ու տենց ինքս ինձ ոնց որ հետո իհարկե Կարլ Յոնգը կա փիլիսոփա բան ինքը ասում է որ դու շարունակի երազել ու մի փնտրի դռներ դուրը չկա ինքդ դարձիր դուրը դու ես դուրը ու ես ինքս չգիտեի էլ դեռ Կարլ Յոնգի մասին այդ 3 տարի առաջ ինքս ինձ ասեցի լավ էլ ինչի եմ նստել այստեղ կարող եմ գնալ տղաս էլ աղջիկ ունեմ այնտեղ մեծ են 37 տարեկան 27 տարեկան ամուսնացած է աղջիկս արդեն կարող եմ ապահովված են գնամ էլ առաջ չէինք երազելով էին մեր տատերը գաղթից գնացել են չէ գիտեք որ երազել են Հայաստան ախ երգիր ասելով խեղճերը մահացել են որտեվ թուրքներ այնտեղ կամ էլ իսկ ներկա Հայաստանում էլ ռուսի բոլշևիկի սապոգներ այո Ստալինի աքսորը այդ ամեն ինչը հիմա ոչ թուրքը կա Փառք Աստծո ոչ ռուսը կա Ինչի՞ չէ, կարող են գնալ։ Անկախ Հայաստանա գոչվում։ Փառք Աստծո, այո, իհարկե այս բացի դժվարությունները, դե ամեն տեղ էլ դժվարություններ կա, որտեղ չկա, որ գնացինք այդ Ամերիկան կամ այդ 4 միլիոն հայը, որ հիմա Հայաստանից գնացել են Ռուսաստան, 4 միլիոն։ Պուտինը ասեց ինձ ձեռը դրեց, որ մեկը ասեց 2 միլիոն, ասեց չէ, 4 միլիոն, որ Ռուսաստանում հայ ունենք ցավոք։ Մի խոսքով դժվարություններ ամեն ինչերը մերն է ստեղել։ Ու եկաք նրանց առաջ այցելում եք այդ 20 տարվա մեջ որ բացակայում եք 22 տարվա։ Այո։ Այցելում եք ժամանակ առ ժամանակ։ Ոնց էր այդ 8 տարի հետո մինչև green card բան ունեցանք ու արդեն կարողացա 2008-ին առաջի անգամ եկա։ Շատ դժվար էր այդ առաջի 8 տարին։ Չափազանց դեռ այն ժամանակ sense այս FaceTime-երը, վիդեոները չկային, կարոտ էինք մնում ու ինչ գներ էր, թանկեր նոր գնացել ես ձեռքիդ կոպեկ չկա, բայց դու այդքան փող չես կարող դնել, որ հարազատներիդ հետ խոսես Երևանում։ Շատ դժվար անցան այդ առաջի տարիները, Փառք Աստծո, հիմա դրա հեշտությունը կա, կարոտը ոնց որ կես է լինում, այս վիդեոներով նայելով, խոսելով։ 2008-ին եկա առաջի անգամ
ու հենց ընկա այդ մարտի 1-ի այդ Սերժ Սարգսյանի այդ կոտորածի օրերն էր հենց մարտին եկա ոնց որ փետրվարի երևի 28-ն եկա ու մարտի 1-ին ասենց իրար անցում Երևանում ու ես էլ այս ամեն ինչ աչքովս տեսա այդ մարտի 1-ի այդ կոտորածը սարսափները խանութները քանդրտել ջարդելը սպանելը քանի մարդկանց ու դրանից հետո արդեն դե որ օրինականացել էի արդեն citizen էինք արդեն մի 4-5 անգամ ընդհանուր եկել էի տուն չունեինք իհարկե մի 24 թվին եկա տուն արա Փարքաստո բնակարան արա Երևանում վերանորոգեցինք բան արեցինք տենց ու արդեն եկա տուն ընդիր այո լավագույն որոշումը լավագույն ժամանակին որը եթե դուք ձեր գամքը չլիներ չէի գարնի ինչպես շատերը հիմա ուզում են կան բայց այդ առաջին քայլը չեն անում դուք արեցիք ու դե եկաք հետ եկաք այսքան տարի վերջ ինչն էր նույնը ինչն էր որոշ չափով փոխված ինչը ցեզ զարմացրեց առաջին քայլերի մեջ իհարկե ուրախությունը միշտ գա բայց նաև գա բաներ որ նկատում եք օրինակ այդպես որ չէ ասում են հա շուտ վարժվեցիր ինչպես ոնց որ կարծես չէի էլ գնացել 24 տարի ավտարության մեջ լինելուց հետո ոնց որ ուղղակի եկել եմ տուն երկու օրվա բացակայություն հա կարծես ոչ էլ գնացել այդ 24 տարին սենց ակնթարթի պես ոնց որ անցել էր ես ստեղ եմ եղել ստեղ եմ մեծացել դա հենց Երևանում ծնվել մեծացել եմ աշխատել եմ այդքան տարի Երևանում սովորել եմ ժողովրդատնտեսական ինստիտուտը մի քանի օր առաջ գնացի բարձրացա աստիճաններով լսարաններով այդ իմ լսարանը նկարվեցի ինքս ինձ ուրախացա այո բայց իհարկե որ ասեմ այդ վատը չեմ տեսնում ավելի ճիշտ տեսնում եմ բայց ինչ անենք ամեն դեղ էլ գա ասում եք դուք դեսակ Ամերիկայում որ ասում են երազանքի երկիր ու տեսնում եք ինչքան սպանություն ու ինչքան վատ բաներ գա ամեն դեղ էլ ունի իր թերությունները բայց քոնը ուրիշ է ոնց որ քո երեխու մեջ դեսնես թերություններ բայց ցենց աչք չձագի հետո այնտեղ օրինակ որ տալիս են աշխատելով իրենց երեխաներին հայ պահել հայկական դպրոցները նախ բոլորը չի որ այդքան գումարը ամիսը $1000 կարծեմ հիմա ինչքան այդ ես ինքս իմ երեխաներին ուղարկել եմ հասարակական դպրոցը Ամերիկայի որտեվ չունեի այդ գումարը հետո ես ինքս էլ արդեն հայերեն էի տան մեջ խոսում որ վստահ էի որ ես իմ երեխային գոնե այդ հայերենը կսովորացնեմ ու ասում էի որ դուրը փակեցիր եկար ես այստեղ էլ անգլերեն չեմ հասկանում մաման մենակ հայերեն գիտի ուզած չուզած արդեն աղջիկս հետս հայերեն էր խոսում թե չէ միանգամից ինքը լեզուն բացվեց 2 տարեկան էր սկսեց անգլերեն խոսալ ես էլ անգլերեն չէի հասկանում այդտենց սովորացրեցի այդ հայերենը բայց իսկ այստեղ որ բերեն երեխաներին այտենց պետք չի որ թանկ վճարեն անվճար է լինելու ու բոլորը հայերեն է լինելու իսկ sense տենց այդ անգլերենը դրսում երեխեքը սովորելու են ու երեխաների հետ չեմ ասում որ ավելի ոնց որ հայեցի ընտանեկան բարձր այդ արժեքները մենք ունենք ստեղ որ աշխատում են ընդեղի հայերը որ երեխաները այդ ունենան ստեղ դուք անվճար կունենաք հետո հիշում եմ մի լիբանանահայ տղամարդ կար որ շուտ 20 տարի առաջ ասեց որ շատ չենք սիրում ինչի որ այսքան sense գալիս են Հայաստանը պիտի դադարվի մենք էլ այստեղ շատ այդ առումով լավ չենք մտովի էլի ընդունում բայց ասեց նաև ուրախ ենք զարմացա ասի ինչու եք ուրախ նաև ուրախ ենք ասեց որտեվ մեր երեխաները արդեն տարալուծվում էին օտարների հետ որտեվ հայերը տենց շատ չէին քիչ էին իսկ հիմա այս հոսքը որ եկավ ցավոք այդ սպիտակ եղերն եմ ես ասում այդ արտագաղթը որ եկավ բան Ամերիկա արդեն մեր երեխաները դպրոցներում նույնիսկ հասարակական դպրոց որ տալիս են երեխաներին ընկերուհիները արդեն հայաստանցիներ են արդեն այդ պահը անցավ այդ օգնեց մի քիչ լուծվելու բայց հետացկեց ճիշտ է Հայաստանին վնասեց բայց Սփյուռքին օգնեց հետացկելով այո սպիտակ չարտը բայց այնուամենայնիվ հետո դարիներ հետո էլի նույն Հայաստանից գնացողն էլ պիտի ձուլվի բայց դե հիմա այդքան որ շատ են ու ամուսնանում են արդեն Հայաստանից եկողների հետ արդեն այդ ամուսնություններ կա կլասիկ սփյուռք եմ ես անվանում այդ կլասիկ սփյուռքը նոր սփյուռքի հետ արդեն խառնով ամուսնանում են որը որ լավ է ու երեխաները այդ առումով իրենք ուրախ են թե չէ իրոք կլուծվեին կգնային բայց հիմա մոտ 2 միլիոն մենակ Ամերիկայում հայեր ունենք ցավոք որ հաշվես այդ ամբողջը ու գնում են հատկապես տես դաշնակցականները բոլորս էլ գիտենք ինչքան հզոր կամպանիա չէ ինչ կազմակերպություն գործակցություն է հզոր մանկապարտեզներից սկսած այդ դաշնակ այդ բանը հայրենասիրական երգերը ամեն ինչը
մանկապարտեզ դպրոց հայտնվում են մի հատ sense email են ուղարկում 5000 հոգի մի անգամից դուրս են գալիս ցույցի, ինքս էլ մասնակցել եմ, գիտեմ այդ ցույցերին։ Ու sense նայում եմ, ասում եմ, տեսես քանի ինչ ողջավորությամբ, ու մենք ես կհաղթենք, դո ու գնում են տուն վերջ։ Դրանով ոնց որ այդ իրանց միջի այդ եղրանդը, այդ ավյուն այդ բառը չեմ կարա ճիշտ օգտագործեմ, երևի ոնց որ կներեք հագենում այդ ծարավը, կարծես իրանց այդ հայրենասիրական բանը պարտականությունը կատարեցին, ու այո, երգում են, ողջավորվում են այդ հանգստանում են գնում են տուն։ Ու դրանով կարծես Հայաստանին օգնեցին։ Դրանով, բայց հակառակը մենք սփյուռքը ուժեղացնելով, ես ընդեղ էլ ես ցույցերին ճիշտ ասած անում էի, ավելին կազմակերպում էի ցույցեր Գլենդեր հյուպատոսարանի առաջ։ Ու ասում էի, որ սփյուռքը ուժեղացնելով մենք մեր իրական Հայաստանը թուլացնում ենք։ Իրական Հայաստանը այնա, իսկ մեր այդ էցի անիրական Հայաստանը, արևմտյան Հայաստան, այո, մեր հրաշքա, այսինքն իմ համար ամեն օր եղար, իմ համար ամեն օր ապրիլի 24 է։ Ես այդ մարդկանցից եմ։ Ու ոչ թե եղել է օրը տարի է եղել, ես չեմ գնացել ապրիլի 24-ին Գլենդելում, որտեվ իմ համար ամեն օր է։ Ես կարող եմ մի շաբաթ առաջ գնայի, մի շաբաթ հետո գնայի, նստեի մենակս այդտեղ, իմ ապրիլի 24-ը իմ մեջ էր։ Ինչ եմ ուզում ասեմ, այդ սփյուռքը ուժեղացնելով մեր այդ սիրելի դաշնակցությունը եւ այլն այդ իրանց այդ բաներով այդ անիրական Հայաստան են սիրուն պաշտոն։ Մասիսի նկարը բոլորի պատերին, իմ տան մեջ ես Մասիսի նկար չեմ դրել։ Մասիսի նկարը իմ սրտի մեջ է, իմ աչքերի մեջ է, իմ Հայաստանում է։ Հիմա որ եկել եմ ես Երևանի տունը առել եմ։ Հələ շքաղում եմ։ Ամեն օր հատուկ ընտրել եմ այնց տուն, որ Սարյանի վրա 16-րդ հարկ Մասիսս աչքիս առաջ ամեն օր։ Հետո ամեն օր խոսում եմ իմ աղոթքը, իմ սրբապատկերը մի խոսքով ես շատ մի քիչ բայց ամենայնտեղս այդ գանչերը ինձ էլ զարմացրեց, որովհետև անկախությունից առաջ միշտ ասում էինք տրոշներն էին բարձրացնում սպիրկի մեջ անկախ Հայաստան, անկախ Հայաստանը եկավ սեղանի վրա դրվեց որպես նվեր 91 թվականին։ Դրանից հետո այդ բորացողներ ու գորացողները չեկան անկախ Հայաստան։ Այդ ամենամեծ զարմանքն է։ Հիմա էլ գոռում ենք, ինչ չգիտեմ, ցեղասպանություն ընդունում կամ ուրիշ ընդունվում է, հետո դրանից հետո ոչ մի բան չկա։ Այսինքն միան գորալով եւ ցանկանալով հերիք չի, պիտի քայլեր ընդունենք։ Առաջին քայլը 91-ից հետո, չենք ասում 92-ին քայլ, բայց այսօր այդ դրանք որ գոռում էին անկախ Հայաստան, պետք է գային ու ինչ որ մի բան անեին այստեղ, որը չարեցին։ Այդ է զարմանալին, դրա համար էլ մեր հաղորդումն է։ Ես կցանկանայի որ չունենայինք այս հաղորդումը, բայց ստիպված ունենք, որովհետև շատ փոքր դոգոսավոր մտածում է ծեր նման քայլ անում, մյուսերն էլ նստած որտեղ հաց հոնդեր գացով են ապրում։ Դուք իսկ եկաք ստեղ Նարինե ջան, դե ոգևորություն, ուրախություն, դուն արակ եւ այլն։ Հետո աշխատանքային բահով, սպաղմունքի բահով ինչ մտածեցիք անել Հայաստանում։ Աշխատանքի բառով հիմա օրինակ Հասմիկ Բաղրամյանը կա տոնացույց շատ հետաքրքիր բան է կազմակերպում ժողովրդական մեր ազգային տոներ, մեր ազգային երգերը, որ արտնացնում է մարդկանց մեջ, մասնակցում եմ իր այդ խմբերին, պարապմունքներին։ Հիմա մարտին նախատեսում ենք գնանք օրինակ Ֆրանսիայի Նիցեի ընդեղի բանը հայկական եկեղեցուց հրավեր են, որ գնանք այնտեղ մեր տոների խմբով, այո, 5-6 հոգով մեր այդ ազգային տոները, պարերը, երգերը, ինչ որ ձեռագործներ ցույց տանք պարապ իրար հետ։ Հետո նաև որպես աշխատանք վոլոնտիրը որներ։ Գամավոր։ Այո, կամավորական անվճար անգլերեն են պարապում, տենց փոքրիկ մի հատ դպրոցի մոտ գնում եմ ոնց որ դասերից հետո։ Ինչ լավ է։ Այո, ինչով որ կարող եմ իհարկե, բայց նաև թեկուզային որ գնում ես օրինակ թեկուզ այսօր մազդ սարքելու գնում ես, չէ՞ Մարդուն աշխատանք ես տալիս։ Մտնում ես խանութից առևտուր ես առնում, ուտելիք ես առնում, տունս շինարարություն արեցի, չերեմ պատերը ամեն ինչը։ Այո, տաքսին ես գնում օգտագործում ես։ Թե չէ օրինակ հիշես Վարշավերս ես մտես թե օրինակ առաջ պետքա առաջ 10 հոգի էր մտնում, հիմա 5 հոգի է մտնում սենյակս օրվա մեջ։ Ես հիմա մտնում եմ 6-րդը։ Այս մարդուն էլ աշխատանք ենք տալիս փոքր։
Հետո որ խոսում ենք նաև այդ խոսելն էլ զարմանում են, ասում են ինչի Հայաստան եկող էլ կա, զարման այդ իրանց քաջալերում է, ու շատ օգտակար է մերոնց, որ ու իմանան ու նաև քաջալերը, դրա համար ձեր այս հաղորդումը շատ ճիշտ է։ Ցավոք շատ կուզեի, որ հեռուստատեսությամբ քաջալերական այսպես միշտ ռոպագանդա լիներ, որ գոնե այս 7 միլիոնի 1% գոնե 3% մտածի, գոնե 1% վերադառնա։ Էլի մեծ բան է, բայց պետական մակարդակով եթե լիներ, հրաշալի կլիներ։ Ես միշտ ասում եմ, թե սպանադներում մեջ պետք է ամենօրյա միջոցառումներ լինեն։ Կարծես մշակույթ, Սփյուռքի մշակույթ դա նախարարությունը փակեցին, չէ՞։ Դե չէ, փոքրացրեցին, այսինքն 7 միլիոնոց նախարարություն չի։ 7 միլիոնոց նախարարություն չի, 7 միլիոնոց, որը պետք է շատ ավելի մեծանար գարույցը, նույնիսկ առանցին նախարարություն լինի, որ կարողանա ինքը ավելի մեծ մասշտաբով այդ հոսքը ապահովի, որ մենք մեր հաղորդումներով ինչ կարող ենք անել, եթե պետական աջակցություն չի կա, ու նաև այնտեղ տեսփանադները պետք է աշխատեն, ու նաև գառույցները, սփյուռքահայ գառույցները, որը իսկապես ցույցեր են կազմակերպում, բայց նաև պատմեն, որ Նարինեն եկել է, տեսեք ինչքան կողը, Ռաֆին եկել է, Վասկենի եկել է, տեսեք ինքը ինչ անում, ամեն մարդ իր դարիքում դեսնի որ ինչքան ճիշտ որոշում ա գայացել, այո կարող է 6 ամիս ինքը մի քիչ տանջվել է, բայց դրանից հետո արդեն իր երազանքը կատարել է։ Դա որ մենք պետք է հասնենք դրան, բոլորս խոսալով, հատկապես այսօր համացանցով շատ բան կարող ենք հասցնենք։ Ու նաև դες հիշեցի սովետի ժամանակ, որ ամուսնացել է ամուսնացա հունաստանահայ ընտանիք էր, որ ամուսնացա, ու իրանք որ եկել էին սովետի ժամանակ ինչ պրոպագանդա էր, չէ, բոլորը գիտեն, հոն հավկիթը փողոցները թափած է հավաքող չկա, ես իմ մեղրակաթում ծառերից չգիտեմ ինչ, խափելով բերեցին, այդ որ նավով բերեցին, չէ, ինչ խափելով բերեցին, հետո խեղճերին ինչ սուտ բաների մեջ ու աքսոր կեսին կեսին, բայց նաև սովետը ընտանիքին 40,000 ռուբլի փողեր են ժամանակ տրամադրել, հենց իմ կեսրարենց 40,000 ռուբլի, որ հիմիկվա երևի 40,000 դոլարն է, չգիտեմ, որ տուն դնեն Մարաշում, Նորքում, սեփական տուն կառուցեն ու համարյա լրիվ անվճար շինանյութերը բերել էին, լցրել էին բակերը, քիչ չէր, որ սովետը չեղած այն վաղտով սովետի բոլշևիկներով այդքան արեցին։ Ճիշտ է, հիմա թող չանի թեկուս Հայաստանը, չեմ ասում գնա խափի բոլոր, հիմա չի էլ կարող խափել այն ժամանակ այդ երկաթե վարակույրներ։ Իսկ բայց հիմա այս ինտերնետային աշխարհով ամեն ինչը բաց է կա, բայց պետք չի որ սպասենք, փառքաստո չեմ ասում այդ աղքատներն էլ իհարկե որ գանելի լավ է, բայց ով էլ որ գա թեկուզ արդեն աշխատած, հաշվեք, հատկապես հայաստանցիներին եմ իմ խոսքը ուզում ուղղեմ, չգիտեմ էլ որ մեկին նայեմ, որ հաշվեք եմ ոնց ենք ասում խոպան են գնում, չէ, հիմա էլ են գնում Ռուսաստան խոպան, հաշվեք խոպան եք գնացել, հենց Ամերիկայի հայերն է, Ֆրանսիայի հայերն է, Բելգիա ու չգիտեմ Ավստրալիա ու չգիտեմ տարբեր տեղեր, արդեն որ ապահովել եք ձեզ, կարող եք թեկուզ այնտեղի եկամուտով այստեղ ապրել, որը որ հենց ինքս ես անում եմ, ու փառքաստո շատերն են կարող սենց իմ նման անել, ու նախքան գալիս այդտեղ էլ գլենդելու մի քանի հերոստա ալիքներով ոնց որ հրավերներ եղավ, որ խոսեցի, ու նույնը ասեցի, որ եթե չգիտեք ինչպես, կապնվեք իմ հետ, ես կբացատրեմ, կամ որ կգաք, ես ձեզ այդ ամեն բաները ցույց կտամ, ինչի՞ չէ, հաշվեք խոպան եք գնացել, այդ աշխատանքով Սփյուռքի, եկեք Հայաստանում ապրեք, ու թեկուզ երեխաներդ որ փոքր են ավելի լավ, դպրոց կտակ, իսկ եթե արդեն մեծ են ինքնուրույն են, էլի ավելի լավ, առանց արդեն իրանց հետ էլ միասին կգաք, ու հիմա այստեղ էլ այս օրինակ բանաստեղծություններ եմ գրել, ու այնտեղ որ տպագրեցի շնորհանդեսներ արեցինք գրքի բաներ կարդացի այդ հերոստալիքներով բան շատ ունեմ հենց Հայաստանին նվիրված բանաստեղծություններ ու ձեզ էլ հիշեմ որ շնորհակալություն նվիրեմ ու այդտեղ էլ ասում եմ որ կարևոր է որ գանք իրական Հայաստանը սիրենք հերիք այդ մեր անիրական Հայաստանը սիրենք մեր տատերը պապերը երգիրասելով այդ խեղճերը այդ ամեն ինչը գիտեմ որ մերոնք էլ տենց ղարսից կեսը չնայած հայրս բնիկ մեղրիից են Մորս կողմներ տենց Ղարսով, իր Գյումրիով, հետո կեսը Թիֆլիս, կեսը Գյումրի, հետո եկել են Երևանում, հայրս ու մայրս եկել են ոնց որ աշխատելու սովորելու, ծանոթացել են, ամուսնացել են, ու մենք քույրերով ծնվել ենք Երևանում։ Ու նաև դրանց հուշելու համար ես նաև մեր հաղորդման մեջ դասնյակ ունեցել ենք հայեր, որ ստեղից են գնացել։ Այսինքն դասական սփյուռք չեն, որը բաբիկը ծնվել է կամ հայրիկը ծնվել է Սփյուռքում
ինձ թվում է ավելի հեշտ է համոզել ցեր նման մարդկանց, որոնք ունեն որոշ հիմք, այստեղ ունեն որոշ հուշեր, լավ հիշադակներ, ավելի հեշտ է համոզելը վերադառնան, քան մյուս ուղղությամբ։ Ես ուզում եի նաև խոսակ ու ասեք այդ բոլոր մարդկանց, որ թողել են Հայաստանը, նախ Խոբանը իրենք կհասկանան, մյուսերը չեն հասկանա, որ վերադառնան ու տեսնեն նաև բիզնես միջավայրը ոնց է այստեղ։ Դուք եկաք չտեսաք, որ սովետի ժամանակվա այդ ոչ մի բան չլինելը, ոչ մի խանութ չլինելը, ոչ մի հագուստ չլինելը նորմալ, ոչ մի ռեստորան, կաֆե, հիմա ինչ կա, ինչպես տեսաք ձեր աչքով գալուց հետո ինչքան տեսաք Երևանը փոխված ու նաև մարզերը ինչքան նոր ու միջազգային մագարտակով գառույցներ կան։ Այո, շատ իրոք հետաքրքիր հարց է գալիս իմանան։ Օրինակ գալիս եմ այստեղ ինչ որ այստեղ չկա մի բան, որ Ամերիկայում օրինակ չկա, կամ այդ Ռուսաստանում չկա։ Առաջ հա շատ բան կար, որ այստեղ չկար, բայց այնտեղ կար։ Բայց հիմա Փառք Աստծո արդեն այս սովետի այս ամեն ինչը, որ ավելի թեթևացել է, մարդիկ կարող են խանութներ են բացում, բիզնեսներ են բացում, աշխատացնում, աշխատատեղեր կան, ել չեմ ասում այս ամբողջ այս շինարարությունը, որ կա, այդ բոլորին շինարարներ է պետք, չէ։ Տները, ես իմ կաֆեր խփողա պետք, պատներ կողա պետք, այդ ամբողջը աշխատանք է, այո, որը որ աշխատատեղեր կան։ Ու օրինակ որ Ամերիկայում շատ էի գնում հայկինգի, ես սիրում եմ, հիմա այստեղ էլ մեր մոտ գնում եմ ու կանգնում Բրբանկի այդ Գլենդելի սարը բարձանում են, օ, նայեք հələ ինչ սիրուն է բան sense, հիմա օ հայերով են sense, նայում եմ 20 հոգի։ Ասում եմ, հա, ասում եմ, հիշում եմ Գևորգ Էմենի խոսքը, որ ասում է, հեյվա, աշնակ տեսած լավ, թե տեսնեիր մի օր Սասուն։ Հիմա այս աչքերս ասում եմ, որ Հայաստանի սարերն է տեսել, այդ Հայաստանի բնությունն է տեսել, այդ ձորերն ու այդ գետերը։ Հիմա այս աչքերս եկել եք Բրբանկի Գլենդելի սարի վրա կանգնել եք, ասում եք, վայ, ինչ սիրուն ալը նայ։ Ավելի սիրունը Հայաստանում ունենք։ Ու աշխատանքներն էլ Փառք Աստծո ունենք, առաջվա պես չի, որ անպայման պիտի ծանոթով լներ, որ միտեղ տեղավորվեիր, կամ պիտի կոմունիստ լներ, որ լավ աշխատանքի լներ, որտեղ գիտենք այդ ինչերի միջով հայաստանցիներ անցան։ Անգլերենը ոնց է, դուք դասավանդում եք, ոնց եք զգում, որ անգլերենը ավելի առաջացել է, չէ՞։ Այո, շատ։ Ու ես ինքս էլ զգում եմ, ու երիտասարդները մեր հրաշալի երիտասարդություն ունենք, ինչ խոսք միշտ ունեցել ենք ու մենք էլ մեր ժամանակին հրաշալի երիտասարդներ էինք ու հիմա մենք էլ ունենք այս ցույցերը, որ գնում են մարդիկ առաջ օրինակ որ վախենում են, բայց քաղաքացիական այդ հայրենասիրական պարտքն է, որ մարդուն հանում է փողոց ցույցի։ Հենց այնտեղ ոչ մի պետություն չի տալիս, օրինակ որ ես սովետի ժամանակ մեծացել եմ, որ տեսնում ենք հերոստացույցով ցույց են տալիս Ամերիկայի խեղճ աշխատավորները դուրս են եկել, փտած բուրժուազիան, դուրս են եկել աշխատավարձի ավելացում են պահանջում, բժշկական անվճար բան են պահանջում, խեղճ, նայեք, վայ, ասում ենք ինչ մեղք են այս մարդիկ, որտեղ այն ժամանակ իբր սովետը այդ ամեն ինչը մեզ տալիս էր, բայց հիմա այստեղ արդեն էլի պետք է պահանջենք, որ այդ լինի, մենք հիշում ենք, որ մեզ թվում է պետությունը ինքը հասկանում է, որ աշխատավարձը ցածր է, պետությունին հասկանում է, որ թոշակը ցածր է, պետքա պահանջենք։ Այդ նույն այդ ցույցերը, որ այնտեղ են ասում ենք, վայ, խեղճ բուրժուազիան, հիմա մենք ստեղ պետք է անենք այդ ցույցերը։ Հենց այնց տեղը ոչ մի պետություն չի տալիս այդ լավը աշխատողին։ Ես ինքս որ բիզնես ունեի, այնտեղ աշխատացնում էի, բիզնես ունեի, աշխատողս մինչև ինքը ոնց որ ասած տեսնում էի, որ մռոթանում կամ մի բան այսպես ասած կամ մինչև չուզեր, ես իր աշխատավարձը չէի բարձրացնում։ Հասարակ մի բան, այդ 5 հոգանոց ենթադրենք աշխատողները, իհարկե 1000-ից 1 աշխատատեր, որ տեսնի, որ լավ է աշխատում ու ինքը իր ինիցիատիվով աշխատավարձը բարձրացնի, չէ։ Մինչև աշխատողը չուզի, մինչև մարդիկ ցույցեր չանեն, մինչև չհելնեն, չպահանջեն փողոց, այդ ամեն ինչը հենց այնց ոչ մի պետություն չի տալիս։ Մենք էլ այդ արդեն Հայաստանում պետք է դա սովորենք, որ ու հետո այնքան բան կասելու շատ ամենատեղս գիտեք կարևոր խոսալն է այս ամեն ինչի մասին դուրսու որ իմանամ որ այստեղ մեր երկիրը գնում է առաջ 30 տարի քիչ քայլերով բոլոր իրենց սխալներով բայց ինքը գնում է առաջ թե ոչ մեր նման մարդիկ 20 տարի է այստեղ եմ ինձանից ավել էլ գա չէինք մնա ով է մեզ ստիվում մնալ եթե չտեսնեինք որոշ առաջընթաց իր բոլոր թերություններով ու նաև այսօր ցերկիրքի մասին խոսացինք մի քիչ մենք նաև բագաս ունենք հայրենադարձության մասին բանաստեղծությունների երգերի եւ այլն մենք 15 տարի առաջ եղբայրս եւ ես էդել նկատեցինք
ասեցինք խնդրեցինք Արսեն Սաֆարյանից մի հատ երգ գրենք հայրենադարձության մասին, այդ բադվերը մենք իրենց դվեցին, ինքը երաժշտությունը գրեց, Ավետ Պարսեղյանը բարերը գրեց ու վերնակիրը վերադարձիր կոդուն։ Այսօր YouTube-ում գա այդ ուզում ան գարա գտնի, շատ ընդիր բարերով են։ Ցավոք չեն կարա երկը միացնենք ստեղ, բայց ուզում եի հասկանալ, դուք էլ ձեր կրկում ունեք հայրենադարձության մասին բանաստեղծություն կամ գրություն, այդ շատ կարևոր է։ Ունեմ, ավելի նաև երգեր ունեմ։ Հա։ Նոտաներն եմ ես կարողանում գրել, իհարկե երաժշտական կրթություն ունեմ, բայց վերջում արդեն այդ երգերի նոտաներն էլ կա, օրինակ հատուկ ունեմ Սփյուռքի մանուկների երգ, որ այնտեղ եթե օրինակ իմ ասելի իմ գովելի դաշնակցականները հետ իրենց մանկապարտեզներում, դպրոցներում այս երգը եթե սովորեցնեն, հրաշալի մի, խնդրեմ ինձ հետս կապնվեք, անվճար կտրամադրեմ, գուցե որ գնամ Լոս Անջելես մի հատ ես ինքս հետները կապ առաջարկեմ, որ տեսեք ինչ լավ երգ ունեմ գրած հատուկ մանուկների համար, որ ասում եմ մանուկներն ենք մենք Սփյուռքի ամեն մեկս մի ճրակ մայր հայրենիքի համար մի վառար եկակ հայերեն ենք սովորում երգում ու արտասանում այսենց էլի որ իրոք արտակարգ այս քիրքով որտեղ գալի է գտնել նախ մինչև չեցել գարտալը միայն ճիշտ ասած վերջում գրել եմ որով էր ուզում է ինձ email-ս եմ գրել որ եթե հետս կապնվեն բայց վաճառքի չեմ հանել որովհետև բայց դրել եմ գրադարանների նվեր եմ տվել այստեղ մի 5 գրադարան մոտեցել նվերը առաջարկել եմ ու գիրքս նվիրել եմ ու ծանոթներից կամ Նարինե Խարբերդյան Facebook-ով ցես գրեն այո Facebook-ով դուք կարաք հուշեք որտեղից առնեն կամ վերցնեն կնվիրեմ չկա վաճառելու բան չկա այնց որ իրոք Ձեր այդ հայրենադարձության մասին մի հատ կարելի է մի հատ կարդալ։ Այո, մի հատ եթե ժամանակ ունենք կկարդամ։ Ու երեք մասից է սա, որ առաջի մասը հենց Հայաստան է, երկրորդը ընդհանուր խոհեր, երրորդը երգեր ու տենց։ Դե քոնե առաջի մասը կարդանք։ Հիմա հենց Սփյուռքին մեկը կա, շատ կան իհարկե, համարյա բոլորը, բայց այս մեկը ընտրեցինք ու Սփյուռք։ Մեկ նույնիսկ հուզվում եմ, էլի իմ համար շատ Հայաստանը ուրիշ է եղել, այդ անիրական Հայաստանը չի եղել իմ համար, միշտ իրականն է եղել։ Ուրեմն հյուրերս գային առանց հրավեր ու զգուշացում, հարևաններս դուռը բացեին դե վաղուց գիտեն, օտարության մեջ չվարվեր այսպես կսկիծով հոգիս, սրտիս կանչերը խռով ու խավար լուր չմարեին, առօրյա գործով ու ճահճով խրված խոնանում են վառ գույներն հարազատ, բթանում կորչում հայրենի ու ազգ ու Սփյուռք ենք դառնում, այ քեզ քմծիծաղ, ամենքս ընկած մեր շահի ետև, մեկս մի պաշտոն, մյուսս օգնություն, մեկը տարիներ տևող ինքնություն, խրվում ենք մնում օտար ափերում ու Սփյուռք ենք դառնում, ու գուցե մի օրն այս տարիներից մեզ սթափ արթնացնի, աչքերս բացի, ու տեսնենք մեր տուն նավեր ու լքված, ետ գնանք, սարքենք, շենացնենք հպարտ, հյուր ու հարևան իրարու խառնենք ու անտեր թողնենք, օտարությունն այս մեզ ամուր գրկած ու Սփյուռք դարձրած։ Հիանալի է։ Ես լավ տոնով ուզում եմ շնորհակալություն հայտնել ցեզ, ապրեք որ եկել եք ձեր նմանները թող շատանան, որ իրենց հայրենասիրությունը նաև վարագիչ դառնա մեր հայրենիքում ու Սփյուռքում։ Շնորհակալ եմ Նարինե ջան։ Խնդրեմ իհարկե ու թող բոլորն էլ իհարկե մտածեն գոնե մտքի մի ծայրով ու այդ բոլորը པարզը չեն գա այդ 7 միլիոնի, բայց գոնե մի տոկոսն էլ մտածի, պատրաստվի ու գա թեկուզ աշխատանքի համար, թեկուզ սիրելու համար, թեկուզ իր զավակները հայեցի մեծանալու համար, այնքներդ ոնց եք եկել ու շատ ճիշտ կլինի, որ պետական մակարդակով հաղորդումներ լինեն, ոչ թե միայն ասենց սիրողական մակարդակով։ Վերջը ես պիտի գնամ Սփյուռքի նախարարություն աշխատանքի ընդունեմ։ Աստված գիտի, ինչու՞ չէ։ Բացեմ Սփյուռքի նախարարություն։ Գարականա ես գործընթացը։ Շնորհակալ եմ շատ Նարինե ջան, ապրեք։ Ես էլ եմ շնորհակալ, ստեսություն։